Իրական դատավարության նշույթի 90-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետով ինքերով այն է, որ դատարանը ակնհայտ կանխատալ վերաբերմունքի ուժով կողմի նկատմամբ մասնավորապես Նախորդ դատական նիստի ժամանակ ներկայացել ենք միջնորդություն, որը ձեր կողմից առանց որևէ պատճառաբանության մերժվեց։ Այս դատական նիստի ընթացքում ևս դժողների, իրավահաջորդների և ներկայացուցիչների կողմից ներկայացրած միջնորդություն արտագնաց դատական նիստը փոխելու և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելու վերաբերյալ գիտեք միջնորդություն, որը առնվազն 6 էջ հնարավորներ կար, բայց դուք ընդհանուր եք նախադասությամբ առանց որևէ պատճառաբանության մերժեցիք։ Դա ինք է տալիս մեզ հիմնավորելու, որ դատավարման կողմից դժողների նկատմամբ կա ակնհայտ կանխատալ վերաբերմունք նրանց միջնորդությունների նկատմամբ ընդունված ոչ հիմնավոր որոշումների տեսքով։ Եվ դիմում ենք դատարանին, հարգելի դատարան, հայտնիկ ու նա բացառիկ։ Սա ողի սևագիր է, չեմ բանակ ասի, գրավոր է բանավոր է Հարգելի դատարան, պաշտպանական կողմի
միջնորդություն ներկայացրեց եւ պաշտպանական կողմի ներկայացած միջնորդությունը որևէ կապ չուներ այն միջնորդության հետ, որը արվեց գործընկերոջ կողմից, որը հնարավորություն ունեցավ անելու այսօր։ Բայց այդ միջնորդությունը կարող է քննարկվել նախորդ դատական նիստում եւ դա կապ չուներ գործի նյութերին ծանոթացման հետ, որտեղ խոսքը վերաբերում է պայմաններին եւ խոսքը վերաբերում է թե որ պայմաններում պետք է դատական նիստը կատարվի եւ որտեղ պետք է դատական նիստը ընթանա։ Այսինքն սա քրեական գործի ծանոթացման հետ որևէ առնչություն չուներ։ Բայց ինչ անում դատարանը, նա պահանջում է սակումքը, որպեսզի սակումքը գրավոր այդ փաստաթուղթը տրամադրի իրեն, որ հետո նա քննարկի այդ միջնորդությունը քննարկի հաջորդ դատական նիստում։ Սա արդեն մեզ ինք է տալիս ենթադրելու, որ դուք անկախ եւ անկողմնակալ չեք կարող գործել, այսինքն կաշկանդված եք այս գործը, որովհետեւ այլ բան չի մնում ասել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ ձեզ ինքնաբացած միջնորդություն ներկայացնեմ, ասեմ դուք չեք տիրապետում օրենսգրքին, որովհետեւ գիտեմ որ դուք տիրապետում եք։ Ցանկացած դեպքում, երկու դեպքում դուք այս գործը վարելու իրավունք ուղղակի չունեք։ Եվ ես կարծում եմ, որ դուք ինքներդ պետք է ներկայացնեիք այդ ինքնաբացարկը, որպեսզի մենք հիմա չհասնենք նրան, որ ինքներս ձեզ ներկայացնենք ինքնաբացարկի միջնորդություն։ Այդուհանդերձ, քանի որ այդ ինքնաբացարկը դուք ինքներդ չեք ընդունել, ես ուղղակի խնդրում ու ողջունում եմ ձեզ։ Դուք այս գործը չեք կարողացել քննել։ Դուք կաշկանդված եք այս գործը։ Կաշկանդված եք նրանով, որ ռազմաբազայի տարածքում եք, թե կաշկանդված եք այլ պայմաններ, դա արդեն հետաքրքիր չէ, բայց ձեր կաշկանդվածությունը ակնհայտ է։ Ուստի եւ քանի որ դուք կաշկանդված եք եւ անկողմնակալ այս գործով որոշում չեք կարող կայացնել, իսկ այս գործով վերջնական դատական ակտը էական է բոլորի համար։ Եթե դուք թույլ եք տալիս քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի խախտում եք, ինքնաբացարկի ձեր միջնորդությունը փոխարենը քննարկեք սկզբում, քննարկում եք դատախազի բացարկել, հետո դառնեք ձեր ինքնաբացարկի միջնորդությունն եք քննարկում, երբ որ նույնիսկ տերմինների մեջ ինքնաբացարկի ու բացարկի արդեն խառնաշփոթ կա, սա չի խոսում նրա մասին, որ դուք չգիտեք նորմը, գիտեք, բայց այնքան կաշկանդված եք, չգիտեք ինչ անեք։ Ուստի եթե որոշում դուք վերջնական դատական ակտ եք կայացնելու, որը մեր համար էական է դեպի, որ մեզ պետք է որ լինի վերջնական նորմալ դատական ակտ, իսկ կաշկանդվածություններով գործող դատավորը չի կարող կայացնել այն դատական ակտը, որը մենք ակնկալում ենք։ Ուստի ես ձեզ խնդրում եմ ուղղակի ինքնաբացարկի միջնորդություն ինքներդ կայացրեք լրացնեք Միան Ռայասյան Միանն միջնորդության արկելի դատարան խնդրում եմ այն կողմը Ուժորի հարավայր տնկած Պետրոսյան Ես որոշ Ես միանում եմ Ուժորի հարավայր տնկած Երեն Խարիսյան Դատարան ես նույն տեսնում եմ միջնորդությանը, որ հիմնական շեշտադրումը ինքնաբացարկի դատարանի նկատմամբ ցանկանում դնել հենց այն փաստի վրա, որ դատարանը անկախ չի եւ անկաշկանդ չի, անկողմնակալ չի։ Այս առումով ցանկանամ մի քանի իրավականներ մատնանշել, որպեսզի նաև իրավական կողմը արտահայտենք։ Մասնավորապես հարգելի դատարան դատական Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 87-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ դատավորը պետք է ձգտի իր գործունեության եւ վարքագծով ապահովել դատարանի անկախությունը եւ անկողմնակալությունը, ինչպես նաեւ նպաստել դատարանի նկատմամբ վստահության ու հարգանքի ձևավորմանը։ Նույն օրենսգրքում նաև հստակ նշված է, որ դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է թույլ չտալ, որպեսզի իր վրա ներառվեն թաքնված շահերը։ Հաջորդ դատարանում մենք այս դատական ընթացքում չենք տեսնում, որ դատարանը իր վարքագծով, հենց նաև գործընկերոջ կողմից նշված է դատավարական մոդելներից ելնելով, որ դատարանը փորձում է նպաստել, որպեսզի դատարանի նկատմամբ վստահություն լինի, ինչպես նաև ակնհայտ է, որ դատարանի վրա ակտում թաքնված շահերը, ինչև ամենաակնհայտ դրսևորվում է հենց ռուս զինծառայողների նախորդ դատական նիստի դուրս չհրավիրելն է եւ հաջորդ դատական նիստին ակնհայտ վաստակայությունը, ինչը ակնհայտ է, որ ըստ իրականում թաքնված վարքեր խախտեն։ Բացի այդ հարգելի դատարան, ես նշեմ, որ մի շարք նախագծային որոշումներով հենց մասնավորապես Երսակ Ունդենբերգայի գործով Եվրոպական դատարանը հետևած իսկ որոշումն է արտահայտել, որ անկախ եւ անաչառ դատականության իրավունքը ենթադրում է ոչ միայն դատականությունը պետք է անկախ եւ անաչառ լինի, այլ նաեւ այդ անկախությունը եւ անաչառությունը պետք է տեսանելի լինի։ Ինչպես նաև մի շարք նախագծային որոշումներով հստակ սահմանված է, որ այդ անկախությունը եւ անաչառությունը պետք է նաեւ հասարակությանը վստահություն ներկայացնի։
Եթե մենք այսօր օբյեկտիվ դիտորդների այստեղ որևէ մեկին հարցնեն, որպես ասացին ներկայացնում են հաշվվում են, ապա չեմ կարծում, որ այս ընթացակարգերը որևէ մեկի մոտ կարող են նման օբյեկտիվ դիտորդների մոտ նման վստահություն ներշնչել, որ այստեղ անկախ կոնկրետ իրականացում։ Այս ամենով արտերու դատարան մենք իրականում որոշ կասկածներ ունենք, որպես Plus հենց այդ կասկածները վերացնելու առումով դատարանը նույնիսկ հենց այդ հիմքով պարտավոր է որպես ինքնաբացառ կանի, որպեսզի ամբողջ դատականության ընթացքը ողջունելու կասկածներ չդրվի։ Ոստի այս ինքս ունեմ եւ միջնորդում լսեցի դատարանի Ժողովի հավանավոր ուսումնարարության միանում է Եգոր Ադամյան միանում Բողոջյան Որքանի դատարան ես նույնպես միանում ինքնաբացառ հայտնելու ձեր կողմից ինքնաբացառ հայտնելու միջնորդությանը բացի գոլեգանների կողմից նշված հանգամանքներից այդ թվում զինծառայողները դրանք դիցուկ վառօրինակներ դրանց հեռացումը արտադատական ինչ-որ պայմանավորվածությունների հաշվետվական այն մասին, որ դատարանը կաշկանդված է, այսինքն դատարանի որոշումներից հետո այլ մարմին, այլ անց կայացնում է որոշումներ, որ դատարանի կողմից ոչ վերահսկելի են, ոչ էլ դատարանի կողմից առավելևս կայացված են։ Դատարանի կաշկանդվածությունը բացի առհասարակ տարական արտահայտվում է նաև տարական հանգամանքներում։ Նախորդ դատական նիստում պաշտպանը միջնորդեց իրեն տրամադրել 30 աշխատանքային օր, որպեսզի ծանոթանա քրեական գործիքներին, դատարանը որոշեց միջնորդությունը ամբողջությամբ բավարարել, սակայն դատական նիստը հետաձգեց մեկ ամսով։ Հասկանում եք, իրավիճակը այնպիսին է, որ անաչափ դիտորդների մոտ տպավորություն է ստեղծվում, որ դատարանը որևէ տեղից կախված է եւ նույն դատական նիստի հետաձգումը որոշված էր արդեն, որ պետք է մեկ ամսով հետաձգվի ու նշանակություն չուներ։ Պաշտպանը 30 աշխատանքային օր ուզեց, 30 օրացույցային օր ուզեց։ Դատարանը այդտեղ այլ անձին երևի այս համոզմունքը ձևավորվում, որ որոշում է կայացնում, իսկ դատարանները այդ որոշումը բաժանորդվում են։ Այդ բոլորը բերում են այն հանգամանքները, նույնիսկ դատական նիստերի դարաշրջանում մուտք գործեցին, դատական նիստերի սեղան առկա չէր, այսինքն դատարանը որևէ ուշադրություն չէր դարձնում այդ հանգամանքին։ Երևի հետո էլի հուշեցին, որ այսպես դատական նիստը հնարավոր չի անցկացնել, ընդմիջում հայտարարվեց յուրաքանչյուր միջնորդություն ներկայացնում է, ընդմիջում է հայտարարվում, չգիտեք, խորհրդակցական սեղանն որոշում կայացնում, որտեղ է կայացնում, հեռախոսազանգի միջոցով է կայացնում, մեզ համար դրանք բոլորը կասկածներ են, անաչափ դիտորդների մոտ դրանք բոլորը կասկածներ են առաջացնում ձեր կախված լինելու հանգամանքի վերաբերյալ։ Ես չեմ ասում, դուք կողմնակալ եք որևէ կողմի հանդեպ, դուք ինքնուրույն սույն քրեական գործով որոշումներ չեք կայացնում։ Այդ կասկածը ունեմ ես, որպես ուժեղի զավարժույթի ներկայացուցիչ դատարան, որ բոլորն ինձ հայտնել ինքնաբացառ։ Ժողովի հավանավոր Անահիտ Դորշոյան Ամբարձանյակ Կորմյակուկան Որոշումը միջնորդության վերաբերյալ Ваша позиция относительно ходатайства. Есть чем առարկով կարող եմ ասել, որ ամբողջովին անհիմն որոշում էր, որով ավելի ամրապնդեց մեր կասկածները դատավորի թե անկողմնակալության եւ թե կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ մյուս կողմից էլ պետք է արձանագրեմ հետեւյալը, որ նման պայմաններում դատաքննության իրականացման ողջ պատասխանատվությունը եւ հետագա հնարավոր ելքերի համար ուղղակիորեն կրելու է Հայաստանի Հանրապետությունը, հանձինս այս դատարանի, որովհետև ինքը չի ապահովում պատշաճ դատաքննության համար, ինչպես ինքն է նշում, արդյունավետ դատաքննության համար պայմաններ եւ նույնից եմ կրկնում, հնարավոր բոլոր ելքերի համար պատասխանատվությունը կրելու է։ Մենք գտնում ենք, որ նման պայմաններում դատաքննություն չի կարելի իրականացնել, ապահովված չէ ուրեմն անկաշկանդ ազատ արտահայտվելու համար բոլոր պայմանները։ Ըստ էության առաջադրված մեղադրանքին չենք հակադրվում։ Պարզապես խնդիրն այսպեսին է, ամեն ինչ պիտի համակրության մեջ դիտարկվի, որպեսզի պարզ դառնա։ Նորից եմ ասում, զուտ սատանիստ լինելը բնականաբար մենք հիմնական վարկած չենք համարում, այլ ուղղակի իր որոշակի գործողություններ ու վարկագիծ
կամ որոշակի խումբ գործողություններ բնութագրելու տեսակետից, ինչպես նաև որպես իր անձը բնութագրող հանգամանք այդ առումով է կարող։ Դատարանի կողմից որոշումները անաչափ դիտորդի համար թույլ չեն տալիս եզրակացնել, որ հենց դատարանն է կայացնում, այսինքն այդտեղ որոշում նույնիսկ տեխնիկական պայմանների հետ կապված տպավորությունը այնպեսին է, որ այդտեղ որոշում է կայացնում, դատարանը իրագործում է։ Եթե այսպես շարունակվի, բնականաբար արդեն հարց է առաջանալու արդյոք տվյալ դատարանը որոշում առաջնական դատական ակտ կայացնելիս անկախ է եղել, անկաշկանդ է եղել, թե անկաշկանդ չի եղել։ Հետագա պրոցեսը ցույց կտա։ Այս պայմանությամբ ես նման համոզմունք չունեմ, որ կասկածների